Փաստը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հրաժարվում են Սյունիքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվություն տալ, բայց եւ միևնույն ժամանակ հստակ որևէ պատասխան չեն տալիս։ Գրեթե 3 տարի անընդհատ ձգձգում են հարցի քննարկումը, իսկ անցած տարվա մայիսից սկսած պարզապես չեն արձագանքում։ Թերթի տեղեկություններով ՎԱԳՆ-ին հրահանգվել է հնարավորինս խուսանավել այս հարցում, որևէ պատասխան չտալ Մոսկվային։ ՌԴԱԳՆ-ն էլ առայժմ համբերատար սպասում է։ Սյունիքի մարզում մասնավորապես Կապան քաղաքում 2022 թվականի հոկտեմբերից գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Տարածաշրջանում աշխարհաքաղաքական հետաքրքրվածության աճով պայմանավորված քննարկվում էին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ ներկայացուցչությունների բացման հարցերը։ 2025 թվականի հունիսին Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականի մայիսի 21-ին Երևանում հայտարարեց, որ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Շուտով 1 տարին կլրանա, բայց սա էլ այդպես էլ տեղից չի շարժվում։ Հրապարակը գրում է. Փաշինյանին միացած տիրադավներից Հովնան arczepiskopos Տերտերյանը նախ մասնակցեց, ապա ստորագրեց եպիսկոպոսատ ժողովի ամփոփիչ հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնում կաթողիկոսին։ Թերթի տեղեկություններով Հովնան Սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները, որոնք նրան պարտադրել են հետ կանգնել տիրադավության ուղուց, զգուշացնելով, որ կարող են նախաձեռնել թեմի առաջնորդի փոփոխություն, ընտրության առաջ են կանգնեցրել նրան եւ նա, քանի որ պակաս չափով է կախման մեջ Նիկոլ Փաշինյանից, դարձի շրջանց է արել։ Եպիսկոպոսները նաեւ հորդորել են խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ եւ խնդիրներն արծարծել ու լուծել բացառապես ներեկեղեցական ատյաններում։ Ինչու 8, քանի որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսն արդեն կարգալույծ է արվել։ Փաստը գրում է. Ազգային կրթության խորհուրդը 3 հրավիրել էր հանրային քննարկում Հայաստանի քանդվող ապագան փակվող դպրոցներ թեմայով։ Անցած օրերին էլ թե խորհուրդը, թե բազմաթիվ այլ փորձագետներ նշում էին, որ սեպտեմբերից օպտիմալացման անվան տակ իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց Հայաստանի մարզերում։ Մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ Դրանցից 41-ը գտնվում է բարձր լեռնային կարգավիճակ ունեցող բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 938 աշակերտ։ Լեռնային կարգավիճակ ունեցող բնակավայրերում փակման ենթակա է 108 դպրոց։ Փակման ենթակա սահմանամերձ կարգավիճակ ունեցող բնակավայրերի 57 դպրոցներում ընդհանուր թվով սովորում է 1772 աշակերտ։ 3 ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, փորձելով հերքել այս տեղեկությունները, սակայն այդ տեքստից այդպես էլ չի հասկացվում, ինչն է հերքվում կոնկրետ 231 թիվը, թե ընդհանրապես դպրոցներ փակելու թեման։ Իրականում հանրակրթության արդյունավետ զարգացում, կրթության հասանելիության ընդլայնում եւ որակի բարձրացում փաթեթավորման տակ իրականացվող օպտիմալացման մասին ոչ մի խոսք չկա։ Այնինչ ակնհայտ է, որ բազմաթիվ բնակավայրերում տեղի ունենալու դպրոցների միավորման գործընթաց թե ԿԳՄՍ ՖԲ պաշտոնական էջում, թե նշյալ հայտարարությունը հրապարակած լրատվամիջոցների էջերում բազմաթիվ քաղաքացիներ հերքում էին ԿԳՄՍ-ի հերքումը, որպես օրինակ բերելով իրենց համայնքները, որտեղ նախատեսվում է փակել դպրոցներն ու միացնել հարևան բնակավայրի դպրոցին։ Հրապարակը գրում է. պետական ապարատում պարգևավճարներ ստացած ղեկավար անձնակազմը պարզվում է պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվի։ Հակառակ դեպքում կզրկվի պարգևավճարի 10%-ից։ Առավելագույնը 250,000 դրամ պարգևավճար ստացող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ծախսեն տարբեր վճարովի դասընթացների հաճախելու համար, ապա այդ մասին փաստաթղթեր ներկայացնեն, որ չզրկվեն այդ 250,000 դրամից։ Կառավարության համապատասխան որոշման մեջ բառացի գրված է. Խրախուսանքի արժանացած անձին տրված պարգևավճարի 10%-ը, իսկ վերջինիս մեծությունը 250,000 դրամը գերազանցելու դեպքում 250,000 դրամը նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում կրթության կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների նպատակով ծախսերի համար։ Բացի այդ, կրթական ծախսերի վերաբերյալ գրավոր ապացույցներ չներկայացնելու պարագայում այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից։
Հրապարակը գրում է. իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով, հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։ Խոսքը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին է։ Նա նախորդին տեսանյութ էր հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։ Ձեզ եմ ներկայացնում պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները եւ մեր կատարած փոփոխությունների արդյունքները, գրել է Պապիկյանը տեսանյութին կից, որում պատմում է, թե ինչ հնարավորություն է վարժարանն ընձեռում բարձր դասարանների աշակերտներին եւ ինչ ծրագրեր են իրենք իրականացնում։ Սակայն խնդիրն այն է, որ այդ վարժարանը ոչ թե ներկայիս իշխանություններն են կառուցել, այլ դա հիմնադրվել է 2017 թվականին։ Ընդ որում Երևանում գործող վարժարանի մասնաճյուղը ժամանակին, երբ Դիլիջանում էին վերաբացում, ընդդիմադիրները եւ հատկապես Փաշինյանը քննադատում էին, թե պետությունն ավելորդ ծախս է անում։ Ի դեպ, այս վարժարանում սովորող աշակերտները հետագայում ընդունվում են ռազմական ինստիտուտ։ Փաստը գրում է. Հայաստանի անշարժ գույքի շուկային 2025 թվականին մտել է որակապես նոր փուլ, որն արմատապես տարբերվում է նախորդ 4 տարվա ռեկորդային ակտիվությունից։ Այն, ինչ մասնագետները մինչ վերջերս բնութագրում էին որպես բում, այսօր աստիճանաբար փոխարինվում է ավելի հավասարակշռված, ավելի չափված դինամիկայով։ Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գներն ամբողջ Հայաստանում տարեկան կտրվածքով աճել են 0.3%-ով, ինչն ըստ էության նշանակում է, որ շուկան կայունացել է, բայց ոչ ընկճվել։ Ըստ Երևանի վարչական շրջանների ամենաբարձր գնային շեմն ամրագրված է կենտրոնում, Արաբկիրում եւ Դավթաշենում, ինչը ավանդաբար արտացոլում է այդ թաղամասերի ենթակառուցվածքային կյանքի որակային առավելությունները։ Հետաքրքիր է սակայն, որ հենց կենտրոնում 1 քառակուսի մետր բնակարանի միջին գինը տարեկան կտրվածքով կրճատվել է 1.4%-ով, ինչն ուղղակիորեն արտացոլում է եկամտային հարկի վերադարձ ծրագրի ոլորտի կրճատման հետևանքը, քանի որ կենտրոնն ամենամեծ կշիռն ուներ նոր կառուցապատման հետ կապված գործարքների ակտիվության մեջ։ Այս ֆոնին շուկայում նկատվող հոսքերի մեջ ամենատպավորիչ շրջադարձն ու ամենախոսուն ուղղությունն է Երևան մարզ առանցքը։